Այսօր մեզ է միացել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Գործ ունեն կարևոր իրադարձություն է։ Ամեն դեպքում Ֆրանսիայի կողմից դա քաղաքական քայլ է Հայաստանին ընդառաջ եւ այդ առումով պետք չէ թերագնահատել այս իրադարձությունը։ Թեև հասկանալի է, որ շատ բան կախված կլինի նրանից, թե կոնկրետ պատվո հյուպատոսի գրասենյակին ինչ լիազորություններ կտրվեն ֆրանսիական կողմից, որտեղ կարող է այդ գործունեությունը սահմանափակվել զուտ մշակութային եւ տնտեսական կապերի զարգացմամբ, կարող է Ֆրանսիան արտոնել նաեւ օրինակ դեպի Ֆրանսիա Եվրամիություն տեղի բնակչության համար վիզաների տալու գործընթացը։ Ես թերահավատ եմ վերջինիս հանդեպ, բայց տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից պատվո հյուպատոսությունը կարող է որոշակի դերակատարում ունենալ։ Գլխավոր հյուպատոսության փոխարեն պատվո հյուպատոսություն տարբեր կարգավիճակներ։ Իհարկե, դրանք համեմատելի չեն, որտեղ բոլոր դեպքերում գլխավոր հյուպատոսությունը դիվանագիտական հիմնարկ է, մինչդեռ պատվո հյուպատոսը գործում է հասարակական կարգով։ Եվ Ֆրանսիայից աշխատավարձ չի ստանում, թեև գործում է ֆրանսիական դեսպանության վերահսկողության ներքո իր գործողությունները փոխհամաձայնեցնելով դեսպանության հետ, բայց ամեն դեպքում պատվո հյուպատոսի գործառույթները սովորաբար ավելի սահմանափակ են եւ ասենք սահմանափակվում են տարեկան մի քանի միջոցառում կազմակերպելով երկկողմ բնույթին։ Ֆրանսիայի արտգործնախարարությունում Հայաստանի հարցերով նշանակվել է ինչպես էր կոչվում տերմինը պաշտոնյա մի խոսքով արտգործնախարարության, որը պետք է կոորդինացնի Հայաստանի հետ աշխատանքները, դա կարծես նորություն է այդ համակարգում։ Ես ինչու դա հատուկ շեշտեցի, որովհետև զուգահեռաբար այդ նորությունները տեղ հասան։ Դժվարանում եմ այս պահին մեկնաբանել այդ նշանակումը, գուցե այդ նշանակումը ոչ այնքան դիվանագիտական համատեքստում է արված, որքան, չգիտեմ, տնտեսական կամ տեղեկատվական լայն ընդգրկմամբ, այսինքն թե ինչ պետք է անի այդ պաշտոնյան, նրան ուրեմն պետք է դեսպանությունից զատ որոշակի ֆունկցիաներ փոխանցեն կամ լրացուցիչ ֆունկցիաներ ձևակերպեն, որոնցով այդ մարդը կզբաղվի։ Դե հիմա այս ամենը մեզ թույլ տալիս է ասել, որ Ֆրանսիան հայկական արտաքին վեկտորում ֆավորիտ է։ Երևի տարածաշրջանում գուցե հակառակ, այսինքն Ֆրանսիայի համար է Հայաստանը տվյալ դեպքում հենց այս ճանապարհների խաչմերուկում հետարքիր եւ Ֆրանսիան կարեւոր է համարել ինչ որ ձևով իր ներկայությունն ու հետարքրությունը դրսեւորել։ Հայաստանի համար ցանկացած օտար գործընկեր, որը Հայաստանի հանդեպ հետարքրություն է դրսևորում, կարևոր գործընկեր է եւ այդ առումով իհարկե Ֆրանսիան շնորհիվ հենց այդ իր հետարքրության գործող իշխանությունների համար Հայաստանի գործընկեր է, որի նկատմամբ Փաշինյանի կաբինետը թերևս հատուկ ուշադրություն կդրսևորի։ Այսինքն բանը կարող է հասնել նրան, որ Ֆրանսիան դառնա ռազմավարական գործընկեր։ Ես չեմ կարծում, որ այդքան ժամանակ կա մեր եւ Ֆրանսիայի տրամադրության տակ, որպեսզի նման հեռագնացող քայլեր նախաձեռնվեն, ի վերջո այդ քայլը կարող էր արվել նաեւ այսօր, դրա փոխարեն պատվո հյուպատոսություն հիմնվեց, թեև կարող էին ասենք հյուպատոսություն հիմնել կամ գլխավոր հյուպատոսություն հիմնել նաեւ Մեղրիում այն ճանապարհին, որտեղ Հայաստանի իշխանությունների կողմից այսպես գովազդված խաղաղության խաչմերուկի համար մի կարևոր կետ էր, որտեղ խաչվում էին ճանապարհները Իրանից, Նախճեվանից եւ Ադրբեջանից դեպի Հայաստան եւ Հայաստանից դուրս։ Հիմա Իրանի գործոնի մասին։ Իրանական հյուպատոսությունը գործում է, ավելի վաղ, քան ֆրանսիականն է բացվել։ Նույն նշանակությունը պետք է տալ դրանց։ Դրանք տարբեր են իրենց կարգավիճակով, այսինքն Իրանի վերաբերմունք այդ տեսանկյունից շատ ավելի
ծանրակշիռ կերպով է դրսևորվում իր հիմնած հյուպատոսության կարգավիճակի գոնե տեսանկյունից։ Այսինքն իրապես գործող հյուպատոսությունը, որը ունի Իրանի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու գործառույթ եւ դա անում է պաշտոնապես առանց սահմանափակումների Հայաստանի իշխանությունների հետ փոխհամաձայնեցված տարբերվում է պատվո հյուպատոսի գրասենյակից էապես։ Դրանք շատ տարբեր են իրենց կարգավիճակով եւ լիազորություններով։ Դե այստեղ երևի թաքնված կարևորությունը այն է, որ այս իրադարձությունները ծավալում են Սյունիքում։ Անշուշտ, սա նշանակում է, որ Սյունիքի նկատմամբ հատուկ ուշադրություն կա արտաքին դերակատարների կողմից, եւ դա լավ է թե վատ, դժվարանում եմ ասել այս բանին, որտեղ այդ հետաքրությունը կարող է տարբեր դրսևորումներ ունենալ։ Բոլոր դեպքերում օրինակ ռուսական հետաքրությունը, ռուսները բարբերաբար հիշեցնում են, բա մեր հյուպատոսությունը երբ է բացվել։ Դե ռուսները դրա համար որոշակի նախադրյալներ ստեղծել են, Ռուսաստանի տարածքում գործում է առնվազն 2 գլխավոր հյուպատոսություն, միգուցե անգամ 3, ես հիմա չեմ կարող թիվը ասել, Մոսկվայից դուրս։ Այսինքն բացի դեսպանությունից եւս 3 հյուպատոսություն գլխավոր ունենք նաեւ հյուպատոսական կետ կամ կետեր, այսինքն այդ տեսանկյունից նրանք կարող են պարիտետ պահանջել, հավասարություն պահանջել եւ ֆորմալ տեսանկյունից Հայաստանը մերժելու հիմքերը ըստ էության չունի, բացառությամբ մեկի։ Եթե օրինակ Ռուսաստանի տարածքում այնուամենայնիվ Հայաստանի քաղաքացիները նշված գլխավոր հյուպատոսությունների սպասարկման տարածքում շատ են, ապա այդ բանը հնարավոր չէ ասել Ռուսաստանի քաղաքացիների մասին, թեև եթե հիշենք, որ Հայաստանի քաղաքացիները երկքաղաքացիության հիմունքով բավական շատերը ընդունել են նաև Ռուսաստանի քաղաքացիություն, ապա այդ ֆորմալ հիմքն էլ կարող է մեջտեղից դուրս գալ։ Այլ խնդիր է, որ Հայաստանի պետական շահերը, անվտանգային շահերը ապահովող Հայաստանի պետական հիմնարկներ կան, որ պետք է այդ գործը անեն։ Այսինքն պետք է այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ հյուպատոսության առկայությունը Հայաստանի որևէ կետում օգտակար լինի Հայաստանի համար, իսկ հնարավոր ռիսկերն էլ կանխվեն կամ չեզոքացվեն։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ասում է Սյունիքում լարվածությունը պահպանվում է։ Տեսնես ինչու է ասում եւ ինչ նկատի ունի։ Դե Ռուսաստանի պաշտպանության նախարարը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը, անվտանգության հարցերով զբաղվող տարբեր գերատեսչությունները Հայաստանի նկատմամբ հատուկ հետաքրքրություն ունեն եւ այդ տեսանկյունից միգուցե այդ հետաքրքրությունը եւ արվող հայտարարությունները համարժեք չեն իրավիճակին, որում իմ դիտարկումներով շատ հազվադեպ է լինում, որ համարժեք են կամ չափազանցեցվում են իրադարձությունների ծավալները կամ ընդհակառակը անտեսվում, այսինքն այդ տեսանկյունից Ռուսաստանի մոտեցումները բավական հետաքրքրական են եւ ուսանելի։ Դե որպես իր հետաքրքրությունը չթաքցրեց նաեւ Վաշինգտոնը եւ բավականին հստակ արտահայտվեց, որ Երևան-Բաքու համաձայնագիրը բխում է Միացյալ Նահանգների շահերից։ Բաքվի արձագանք դեռ չկա։ Ես կարծում եմ, որ Բաքվի հետ ամեն դեպքում կոնտակտները կան, ամերիկյան կողմի Բաքվի հետ հարաբերությունները զարգանում են, գուցե ոչ այնքան ցուցադրական տարբերակով, որքան ցանկալի կլիներ Ալիևի համար, բայց ամեն դեպքում այդ հարաբերությունները առկա են, Բաքուն Անկարայի եւ Իսրայելի հետ համատեղ շատ կարևոր քաղաքական օղակ է, ռազմաքաղաքական օղակ է կազմում տարածաշրջանում
Եվ այդ օղակը գործում է Միացյալ Նահանգների շահերի ծիրում այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է, որում Միացյալ Նահանգները փորձում են զանազանել Հայաստանի հետ հարաբերությունները իմ նշած օղակի ընթացիկ գործողություններից, ասելով, որ Միացյալ Նահանգների համար ընդունելի չի լինի, եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա կրկին, բայց դա ամենևին չի նշանակում, որ Միացյալ Նահանգները ընդդեմ Ադրբեջանի գործողություններ կարող են նախաձեռնել, ընդհակառակը Ադրբեջանը դիտարկվում է որպես Միացյալ Նահանգների հնարավոր աջակից եւ դաշնակից, հատկապես Իրանի դեմ հավանական գործողությունների սկզբնավորման դեպքում եւ այդ տեսանկյունից Միացյալ Նահանգները որոշակի նաեւ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին։ Արևմտյան-Ադրբեջան քարոզչությանը պետք է լուրջ վերաբերել։ Այո, պետք է լուրջ վերաբերվել, որովհետեւ Ադրբեջանը ամեն դեպքում առիթը, եթե նման առիթ ընձեռվի, այդ առիթը բաց չի թողնի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քայլեր նախաձեռնելու եւ իր այդ նարատիվները, մոտեցումները կյանքի կոչելու համար։ Ըստի Հայաստանի իշխանություններն էլ առհասարակ քաղաքական դասը եւ զինվորականությունը պետք է պատրաստ լինեն թե քաղաքական մակարդակում, դիվանագիտական մակարդակում, թե ռազմական մակարդակում համարժեք քայլերը նախաձեռնել այդ Ադրբեջանի անխորժակները սահմանափակելու համար։ Դե Ադրբեջանի ասածը վերաբերում է խորհրդային շրջանին, ես ճիշտ եմ։ Ինչու՞ միայն խորհրդային շրջանին։ Այսինքն այն շրջանին, երբ Բաքվում էին հայեր ապրում, Կիրովաբադում էին ապրում, Սումգայիթում։ Իրենց ախորժակները վերաբերում են նաև նախախորհրդային շրջանին։ Այն շրջանին, երբ ձևավորվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, կամ Հայաստանի հանրապետությունը ավելի շուտ, որտեղ այդ բաժանում առաջին, երկրորդ, երրորդ ինձ համար փոքր-ինչ ոչ նորմալ բան է։ Այդ շրջանին է նաև վերաբերում իրենց պահանջատիրությունը եւ մենք պետք է դրան շատ լուրջ վերաբերվենք, որովհետեւ նրանք ասում են, որ հենց այդ շրջանում Հայաստանի տարածքից, Հայաստանի Հանրապետության տարածքից դեռ մինչև 20 թվականը ադրբեջանցիներ են վտարվել։ Բաքվից հայեր չեն վտարվել։ Հա, բայց Հայաստանի իշխանությունները թարթերով հրաժարվել են զբաղվել։ Դա այդ խնդիրը նրանք թողել են ինչ-որ մի հասարակական կազմակերպության ուսերին, որը ըստ էության բացի շատ բարբերական մերթ հնչող քաղաքական շատ մշուշոտ բովանդակություն ունեցող հայտարարությունից որևէ ուրիշ բան անելու ոչ ընդունակ է, ոչ էլ կոչված է դա անել։ Իսկն այս առումով Հայաստանի իշխանությունները փախստականների խնդիրը զրոյացրել են, ոչնչացրել են Հայաստանի համար։ Եվ դա իմ համոզմամբ արվել է միտումնավոր, որտեղ առաջին այսպես նախադրյալները թե իբր պետք է զբաղվեն փախստականների հարցերով կյանքի կոչվեցին 23 թվականին, ապրիլի վերջերին մեծ համաժողով կազմակերպվեց մարզահամերգային համալիրում ադրբեջանահայ փախստականների խնդիրներին նվիրված ընդունվեց հռչակագիր, որը հասցեագրված էր Հայաստանի իշխանություններին եւ մասնավորապես վարչապետ Փաշինյանին, որը ընդունեց, որ այդ պահանջները իրավաչափ են, բայց մի քանի ամիս այս խնդիրը լղոզելուց եւ անտեսելուց հետո այնքան ձգեցին, մինչեւ Արցախից հայությունը բռնագաղթի ենթարկվեց, իսկ հետո հարցը Հայաստանի համար ընդհանրապես փակվեց։ Այսինքն սա պարզապես վնասարարություն էր, որը ուղղված էր թե անհատապես փախստականներին, հին եւ նոր, թե Հայաստանի Հանրապետության շահերին։ Այսինքն պետք է սպասել այնուամենայնիվ, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում Արցախի հարցը իր տեղը կզբաղեցնի։ Արցախի հարցը մենք արդեն այդ խմորն ենք, չէ՞, շոշափում։ Արցախի հարցը այն ժամանակ իր տեղը կզբաղեցնի, երբ կձևավորվի համապատասխան քաղաքական պլատֆորմ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, որովհետև իշխանական ճամբարը իր քաղաքական պլատֆորմը ձևավորել է
իրական Հայաստան դնելով անունը եւ հրաժարվելով բոլոր տեսակի պահանջներից, իրավաչափ պահանջներից Ադրբեջանի նկատմամբ եւ միջազգային հանրության հետ այս հարցով շփումները նույնպես կարծես թե ակտիվ չեն։ Արցախի նախկին իշխանությունների ներսում վերադասավորումներ են։ Ինչ է ձեր պատկերացմամբ տեղի ունենում։ Դե գիտեք, ես չինովնիկների խաղերին լուրջ չեմ վերաբերվում։ Այս մարդիկ ընդհանրապես չինովնիկական խաղեր։ Այս պահի դրությամբ առայժմ այդպես է, որովհետև տարիներ, փաստորեն 2 տարի կորսվեց առնվազն, թեև հաշվարկը պետք է 20 թվականից սկսենք։ Այսինքն Արցախի քաղաքական դասը քաղաքականությամբ գոնե պետք է 20 թվականից հետո սկսեր զբաղվել լրջորեն, հրաժարվեց դրանից։ Թե Հայաստանի իշխանությունների հետ համագործակցված էր դա արվում, թե Ռուսաստանի իշխանությունների հետ համագործակցված դա արվում։ Ես այժմ դրա պատասխանը չունեմ։ Իմ համար ակնհայտ է մի բան։ Այդ մարդիկ քաղաքականությամբ զբաղվելու ոչ ցանկություն ունեն, ոչ էլ ունակություն, այսինքն դրանք փոխկապակցված բաներ են։ Ենթադրում եք, որ դրսի ազդեցություն կա այդ Ես կարծում եմ, որ այո, որտեվ դրանց այդ մարդկանց մեծ մասը առանց դրսից մեկի ձեռքը բռնելու քայլ անգամ չեր անի։ Շվեյցարիա դա վերաբերում է մեր քաղաքական դասին ընդհանրապես, թե Հայաստանի, թե Արցախի։ Դա միասնական մի բան է։ Շվեյցարիայի առանձնահատկությունը ո՞րն է Արցախի հարցում։ Շվեյցարիայի առանձնահատկությունը այն է, որ Շվեյցարիան նախ Կարմիր խաչը հյուրընկալած պետությունն է եւ Կարմիր խաչի հիմնական հովանավոր պետությունն է, չեզոք պետությունն է, որը ճամբարներից դուրս է տարատեսակ ռազմական եւ քաղաքական եւ այդ առումով ես կարծում եմ, որ Շվեյցարիան այնտեղն է եւ այն պետությունն է, որը կարող է նախաձեռնել գործընթացներ, որոնք միտված կլինեն խնդիրների արդարացի լուծմանը առանց կողմերից մեկին նախապատվություն տալու եւ օբյեկտիվորեն դիտարկելով կողմերի իրավունքները, քաղաքացիների իրավունքները, կորուստները, վնասները եւ գուցե կարողանա աջակցել նաեւ համակեցության նոր միջավայր ձևավորելու տեսանկյունից։ Հայաստանը ընտրությունների կգնա առանց պայմանագրի, թե պայմանագրով ինչ։ Ես կարծում եմ, որ առանց պայմանագրի։ Ես կարծում եմ, որ առանց պայմանագրի եւ քանի որ պայմանագրի ստորագրման նախապայմանը սահմանադրության փոփոխությունն է, սահմանադրության փոփոխությունն էլ կախված է Նիկոլ Փաշինյանի ցանկություններից, եւ եթե Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ, այդ սահմանադրության փոփոխությունները դժվար թե կյանքի կոչվեն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը կարող է սահմանադրական փոփոխությունների խնդիրը կապել իր ապագա վերընտրության խնդրի հետ եւ ասել արտաքին գործընկերներին շահագրգիռ, որ այսինքն միաժամանակ անել։ Միաժամանակ չի ստացվի, պետք է նախ ընտրվի, հետո անի։ Չէ, խորհրդարանական ընտրություններ եւ հանրաքվե։ Պարտադիր չի, Չնայած հանրաքվե կարող են փորձել անել ուղղակի ցույց տալու համար, որ Հայաստանում սահմանադրության փոփոխությունը հնարավոր է։ Այսինքն հանրաքվե արվի այդ հարցով, ոչ թե հենց փոփոխությունները դրվեն հանրաքվեի, այլ հարց դրվի։ Փոխում ենք սահմանադրությունը, թե ոչ։ Սա ավելի տրամաբանական է։ Եվ այդ առումով կարծում եմ, գործող իշխանությունը կփորձի իր խաղն առաջ տանել, որում այս ընթացքում նաև կձգտի այնպես անել, որպեսզի մրցակից որևէ քաղաքական ուժ չձևավորվի, այսինքն Հայաստանում քաղաքական դաշտը մնա պառակտված եւ սա կարծում եմ Նիկոլ Փաշինյանի համար գոհութենական հարց է, որտեղ իշխանության կորուստը կարող է հանգեցնել նրան, որ իր եւ իր թիմի եւ մերձավորների նկատմամբ Հայաստանում հաշվեհարդար տեղի ունենա, առավել ևս եթե իշխանության գան Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կամ նրանց ընդհանուր աջակիցները։ Կա այդպես հավանականություն։
որ կարող են գալ, ոչ մի բան պետք չի բացառել։ Մանավանդ որ դա մեծապես կախված կլինի արտաքին դերակատարների դիրքորոշումներից։ Այսինքն Փաշինյանի իշխանությունը պետք է արտաքին աշխարհին համոզի, որ նա արտաքին աշխարհին պետք է եւ միաժամանակ այդ ֆոնի վրա նաեւ չեզոքացնի ներքին մարտահրավերները եւ սա իրենց համար կենսական խնդիր է։ Հայաստանի ընտրողը հեչ, մնաց լուսանցքում ոնց որ, հա։ Դե քաղաքական վերնախավերի ներկա վիճակը, որ դա միայն Հայաստանին չի վերաբերում, այնպիսին է, որ իրենք ընտրողի եւ քաղաքացու շահերը իրապես չեն ներկայացնում։ Եվ Հայաստանում նաեւ ընտրությունների կերպն է այդպիսին, այսինքն երբ ընտրում են կուսակցությանը եւ չգիտեն այդ կուսակցությունը ներկայացնող ցուցակի մասնակիցներին, անդամներին, ստացվում է, որ հենց կուսակցապետն է նշանակում այն մարդկանց, որոնք պետք է ներկայացնեն կուսակցությանը, բայց այդ կուսակցությունը ժողովրդին իրականում չի ներկայացնում։ Ներկայացնում է միջնորդավորված կուսակցապետի միջոցով։ Այսքանը ավարտեցինք, շնորհակալություն, որ եկաք, Արման Մելիքյան, Արցախի նախկին արտգործնախարար։